Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոն Թունիչ FM 106 եւ 5 հաճախականության վրա է, դուք դիտում եք կամ լսում եք Թարմուղեղով հաղորդաշարը, դիտում եք մեզ լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում կամ որևէ այլ տեղ։ Արտակ Մարգարյանն է մեր տաղավարում, Prime Logistics ընկերության հիմնադիր տնօրենը, բարով եք եկել մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալություն շատ հրավերի համար, գալության համար։ Ուրախ եմ, որ այստեղ եք։ Այսօր սիրելի ռադիոլսողներ, շատ կարևոր բանի մասին ենք խոսելու, ինչպես դուք նկատում եք, եթե հետևում եք տեղական կամ միջազգային իրադարձություններին, ճանապարհները երևի թե դարձել են մարդկության երկրների ամենախոշոր ռեսուրսից մեկը, այսինքն բոլորը պատերազմում են ճանապարհների համար, իրարից ճանապարհներ են առնում, ճանապարհներ են վարձում, իրարից ճանապարհներ են պահանջում։ Այսօր ճանապարհների ու լոգիստիկայի մասին ենք խոսելու։ Սիրով Արտակը դրա մասնագետն է։ Եկեք մենք խորը խնդիրներ ունեցող պետություն ենք այդ հարցում։ Դա համաձայն եք, չէ՞, շատ լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ։ Բայց նմանատիպ իրավիճակներում ինձ միշտ մի հարց է անհանգստացնում։ Արդյոք նույնիսկ այս սեղմ վիճակում մենք օգտագործում ենք 100%-ով մեր պոտենցիալը։ Կդժվարանամ հենց այդպես ասեմ տոկոսային տեսանկյունից, բայց ենթադրում եմ ոչ մի երկիր, ոչ մի տեղում, ոչ մի կազմակերպություն, ոչ մի պետական համակարգ 100%-ով չի օգտագործում իր հնարավորությունները, բոլորը միշտ ձգտում են օպտիմիզացնել ամեն ինչ, չգիտեմ, փորձել ստանալ ամենակարճ, ամենաարագ ճանապարհները։ Ամեն դեպքում այո, մենք փորձում ենք, մենք նկատնում եւ Prime Logistics-ը եւ շուկայում աշխատող այլ լոգիստիկ ընկերությունները, որովհետեւ այսպես ասեմ, մեզ տրված է ամեն դեպքում այս մեր աշխարհքաղաքական դիրքից ելնելով մեզ տրված են մի քանի հնարավորություններ։ Մենք իհարկե շրջափակման մեջ ենք դեռ արդեն շատ վաղուց, մի կողմից Թուրքիան, մյուս կողմից հարևան մեկ այլ երկիր Ադրբեջանը, եւ մենք ունենք երկու ուղղությամբ միայն։ Մեկը Վրաստանն է եւ մյուսը Իրանի Իսլամական Հանրապետությունը, որից մեզ մեծահոգաբար թույլ են տվել ոնց որ օգտվել, չնայած որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտեք սանկցիաների տակ է գտնվում, եւ ես կարծում եմ, որ այդ երկու ուղղություններով վերջին հենց շրջափակումից սկսած Հայաստանի Հանրապետությունը կարծում եմ օգտվում է հնարավորինս մաքսիմալ, որտեվ այլ տարբերակներ չունենք։ Դա Դրա մասին էլ ուզում խոսեինք։ Օրինակ իմ տպավորությամբ մարդը պիտի տենց կամիկադզե լինի, որ Հայաստանում որոշի լոգիստիկայով զբաղվել։ Մենք ունենք 4 հարևան, որից երկուսի հետ մենք ունենք ակնհայտ թշնամական հարաբերություններ, երրորդ հարևանի հետ ամբողջ աշխարհը ունի թշնամական հարաբերություններ, ու կա մի հատ Վրաստան, որը որ պարբերաբար ինչ որ խնդիրներ է առաջացնում մեր բեռների համար, դրան է գումարվում նաև անբարենպաստ եղանակային պայմաններ, այսինքն ամեն տարի մենք երկար ամիսներ լսում ենք, որ Լարսում կա խնդիր, կամ կա սահմանապահների հետ խնդիր, կամ կա եղանակի հետ խնդիր, այսինքն ինքը տենց ընդհանուր խնդիրների կծիկ է հայկական խնդիրները համ սուբյեկտիվ են լինում, համ օբյեկտիվ։ Ոնց ստացվեց, որ դուք որոշեցիք լոգիստիկայով զբաղվել։ Շատ հետաքրքիր։ Ես լոգիստիկայով զբաղվում 2000 թվականից, այսինքն համալսարանը ավարտել եմ 2000-2001 արդեն, ու հենց հաջորդ օրվանից անցել եմ բեռնափոխադրումների ոլորտում աշխատանքի, այսինքն հեսա 20-25 տարի շուտով, ու այնպես ստացվեց, որ 2010 թվականին շատ պատահական, իրականում այդպիսի խնդիր չունեիմ առաջ դրած, որպեսզի իմ սեփական բիզնեսը ունենամ, կազմակերպություն բացեմ, այն ժամանակ գոնե այդպիսի ամբիցիաներ չունեի, բայց այն որ ասում են կներեք ռուսերեն պետք է ասեմ Pavoli Suzby, այդպես ստացվեց ու հիմնադրեցի Prime Logistics ընկերությունը, ինչի որովհետև արդեն իսկ 10 տարի զբաղվում էի ոլորտով ու անկեղծ ասեմ այդ ժամանակահատվածում 2000-ականների սկզբներին շուկան այնպես հագեցած չէր ոնց որ հիմա, այսինքն լոգիստիկայով զբաղվող, բեռնափոխադրումներով զբաղվող շատ ընկերություններ չէին եւ շուկան ինքը քիչ թե շատ sense ստաբիլ էր ու որոշեցի որ միգուցե ժամանակն է նաև իմ սեփական բիզնեսն ունենամ այդ ոլորտում, որովհետև մասնագիտական հմտությունները կային,
շուկայում, քանի որ քիչ էին բեռնափոխադրողներ, ընկերությունները եւ այդտեղի աշխատողները քիչ թե շատ ճանաչում եւ համբավ ունեի որոշակի, ինչը եւ թույլ տվեց, որ ես հենց այդ գործը սկսեմ արդեն ինքնուրույն անել։ Իհարկե շատ օգնեցին ընկերներս իրենց ասենց սատարելով ինձ, տենց փորձի, ինչի՞ չէ եւ այլն։ Ու այդպես ստացվեց ու այդ 10 տարիների աշխատանքը ինձ իհարկե թույլ տվեց հենց սկզբից ունենալ մի լավ գործընկերների եւ պատվիրատուների բանակ, որոնք այդ ժամանակից նույնիսկ մեծ մասը երևի միջ, կապեր ու երևի մի 80%-ը այն ժամանակից մինչ հիմա մեզ ինձ հետ են, կազմակերպության հետ են ու դեռ մինչեւ հիմա աշխատում ենք ու փառք Աստծո քրտնաջան իրականում ու ծանր աշխատանքի արդյունքում ամեն տարի մենք գնալով առաջ ենք գնում ու մեծանում ենք, մեր ծավալները աճում են ու այսպես ասեմ 2010 թվականի հիմնադրումից մինչ այսօր չենք ունեցել որևէ տարի, երբ մեր ցուցանիշները նույնն են եղել, քան նախորդային։ Ամեն տարի մենք գրանցել ենք աճ, ամեն տարի։ Այդ իրականում ինձ էլ sense մի քիչ բան շատ որ այդպես էլ կշարունակենք։ Անկամ կոവിഡ്ի տարում։ Ու դա էլ մեր համար շատ լավ հնարավորություն էր, որովհետև կոവിഡ്ի ժամանակ գրեթե ամեն ինչ փակ էր, բոլորը տանն էին եւ այսպես կարտ բլանշ ունեին մենակ բեռնափոխադրողները, որովհետեւ իրենք պետք է աշխատեն, լոգիստիկան պետք է աշխատեր եւ լոգիստիկան հենց դրանով է շատ հետաքրքիր, որ ինքը անբաժան մասն է մեր իրականության, մեր գործունեության որևէ սֆերայում գործունեության, էական չի, դու արտադրող ես, դու ներմուծող ես, դու սպառող ես, ամեն դեպքում լոգիստիկան դա, չգիտեմ, այսպես ասեմ, մատակարարման շղթայի ամենակարևոր Կուզեի այդ քննարկենք։ Դուք հասակ դրան ինքնուրույն առանց իմ հարցի։ Հիմա ձեր ոլորտի հետ առնչվող մի քանի տերմին կա, որը մենք հաճախ լսում ենք։ Բեռնափոխադրում, առաքում, լոգիստիկա։ Այդ մեկը մյուսի բաղադրիչն է, թե այդ ըստ հերթականության գործողությունների շարվածքն է, ինչով են դրանք տարբերվում իրարից։ Լոգիստիկան ինքը ավելի մեծ ծածկույթ ունեցող, ոնց որ ասենց տերմին է, լոգիստիկայի մեջ մտնում է եւ բեռնափոխադրումը, եւ առաքումը, եւ ինչ որտեղ մաքսային ձևակերպումները, պահուստավորումը, պահեստային ծառայություններ, շատ բաներ է մտնում լոգիստիկայի մեջ։ Նու բեռնափոխադրող առհասարակ ընդունված է կոչել այն ընկերություններին, որոնք ունեն սեփական ավտոտրանսպորտը, սեփական ավտոպարկը, ասես բեռնառաքող այդ ոնց որ էքսպեդիցիա, այսպես է նաև ասում, էքսպեդիտորներ, expedition, իրենք ավելի շատ այն կազմակերպություններն են, ովքեր հենց կազմակերպում են բեռնափոխադրման process-ները, այսինքն պարտադիր չի դու ունենաս քո սեփական ավտոպարկը, քո սեփական կոնտեյներները, բեռնարկղերը։ Եվրոպայի խոշորագույն ընկերությունները, օրինակ այսպես լոգիստիկ ընկերությունները, իրենք սեփական ավտոպարկ անգամ չունեն, անգամ սեփական պահեշտ չունեն, բայց իրանք շատ լավ network ունեն, շատ լավ կապեր ունեն, անգամ դու կտեսնես Եվրոպայի ճանապարհներով գնացող շատ մեքենաներ այդ կազմակերպությունների լոգոներով, բայց նույնիսկ մեկ մեքենա չկա իրանց ավտոպարկում։ Այսինքն իրենք ունեն ճիշտ կազմակերպված, լավ կազմակերպված ցանց աշխատանքային։ Հիմա բեռնափոխադրող, բեռնառաքող, լոգիստիկա, այսինքն այս ամբողջը ինքը միասին հենց այդ մատակարարման շղթայի հենց ամենակարևոր մասն է, որովհետև անկախ նրանից դու արտադրող ես, թե նույնիսկ արտադրման փուլում նոր պրոդուկտ ստեղծելու փուլում լոգիստիկան պարտադիր բան է, հələ չենք հասցնում դա սպառողներին, այսինքն նույնիսկ այն սկզբնական փուլում լոգիստիկան պարտադիր է ու դա իսկապես առանձին մասնագիտություն է, որին շատ երկար սովորում են, շատ երկար պետք է ուսումնասիրես, ես ասում 25 տարի արդեն այդ ոլորտում, բայց ես մինչև հիմա սովորում եմ, որտեղ ցանկացած փոփոխություն աշխարհում ցանկացած ինչ որ միտեղ Եմենում կրակեցին ինչ որ նավի վրա լրիվ շղթան փոխվում է մատակարարման ու ինչքանով որ թիմը պրոֆեսիոնալ է, ինչքանով որ կազմակերպությունը ասենց ասեմ դինամիկա, ինչքանով որ մոբիլ է կազմակերպությունը, այդքան ինքը ավելի արագ կարողանում է վերափոխվել ու այդ պահի իրականության հետ հաշվի նստել, այսինքն այստեղ ինչ որ բան փոխվեց, դու պետք է արագ շղթատ փոխես, նոր իրականության հետ հաշտվես ու նոր ճանապարհներ փորձես։ Իսկ դա քեզ թույլ է տալիս անընդհատ կատարելագործվել, աճել, սովորել։ Այդտեղ տեխնիկական լուծումներ են, չէ՞, ավելացել։ Տեսեք, դուք 25 տարի շուկայում եք։ Վստահաբար ձեր ոլորտի մասնագետի աշխատասեղանը փոխվել է ինչպես եւ ռադիկալ կերպով, այսինքն թե սարքերով, թե տրամաբանությամբ այդտեղ կտրուկ փոփոխություններ կան, չէ՞, ինչպիսին էր այդ գործով զբաղվող մարդու գործիքակազմը, ինչ էր դրա ցեղանին եւ հիմա 2000-ականների սկզբներին, 2000-ին, այսպես ասեմ,
դրսի գործընկերների հետ նույնիսկ մի պարզ գնային հարցում անելու համար մենք ֆաքս էինք ուղարկում։ Այսինքն մեր բոլորի սեղանին դրված էր ֆաքսի ապարատ։ Երիտասարդ ռադիոլսողների համար ասեմ, որ ֆաքսը դա մի հետաքրքիր սարք է, որը որ կարծես թե միաձուլումն է պրինտերի եւ քաղաքային հեռախոսի, իսկ քաղաքային հեռախոսը էլ ավելի հետաքրքիր սարք է։ Լարով հեռախոս։ Որ ես պիտի պատմեմ ինչա որ մարդիկ իրար ուղարկում էին ժամանակին փաստաթղթեր։ Այո։ Այսինքն դու ֆաքսով հարցում էիր ուղարկում։ Սպասում էր, որ ֆաքսով պատասխան ստանաս։ Կապուղիները լավն են, լավը չեն, ֆաքսը հասնում է, չի հասնում, այդպես էր։ Ու հետո իհարկե եկան նոր տեխնոլոգիաներ, արդեն եկան համակարգչով, այսինքն ինտերնետի, մեյլի եւ այլնի կիրառությամբ, այնուհետեւ վերափոխվեց լապտոպների, որոնք դառնան ավելի հասանելի, այնուհետև արդեն CRM համակարգեր, որոնք թույլ են տալիս քեզ ճիշտ կազմակերպել եւ ճիշտ բաշխել աշխատանքը, ճիշտ հետևել աշխատանքին, եթե սրանից, չգիտեմ, անգամ 15 տարի առաջ, 10 տարի առաջ մենք մեր սեղաններին ունենք մի քանի օրագրեր, ասենց ասեմ, որի մեջ մեր նշումներն էին կատարում, ես արդեն մի երևի 3-4 տարի չունեմ գիրք, որպես այդպեսին աշխատանքային, որովհետև ամբողջը թույլ է տալիս մեր CRM համակարգերը, որոնք ներդրել ենք, ու մենք որ օրինակ նոր աշխատակից ենք ընդունում Prime Logistics, մեր կազմակերպություն, մենք միշտ ես հարցազրույցի ժամանակ միշտ ասում եմ, երբ որ արդեն ընդունվել եք ներեք ոչ թե հարցազրույցի ժամանակ, ասում եմ, դուք մոռանում եք ձեր հիշողության մասին, դուք չունեք հիշողություն։ Հիմիկվա տեխնոլոգիաները այժմյան մեզ թույլ են տալիս չափավինել մեր հիշողությանը, որը ընտրովի է, այսինքն բոլոր ծրագրային ապահովումները կան, որոնք քեզ թույլ կտա ճիշտ կառավարել, ճիշտ կազմակերպել փոխադրման process-ը։ Ու այստեղ մի հատ նշում անեմ, որ լոգիստիկան եւ առհասարակ մեր գործունեությունը դա էլ մեր պրինցիպների մեջ է մտնում, դա ոչ թե մենք մեր պատվիրատուների բեռները ակետից բեկետ հասցնելն է, այլ այդ ամբողջ process-ի հուսալի կազմակերպումն է եւ մաքսիմալ արդյունավետ կազմակերպումը։ Իսկն մեզ պետքա անպայման նվազեցնել ծախսերը, փորձել գտնել լավագույն տարբերակներ ու ուղիներ, որտեղ ուղղակի ակետից բեկետ շատ մարդիկ կարան իրականացնեն փոխադրում։ Բայց այ պրոֆեսիոնալիզմից է կախված, դու ինչքանով կարաս օպտիմիզացնես քո պատվիրատուի ծախսերը այս դեպքում։ Լոգիստիկան աշխարհագրության հետ ամենակապված, բայց նաև մի կողմից աշխարհագրության հետ կապ չունեցող process է, չէ՞, այսինքն դուք կարող եք Երևանից համակարգել բեռների փոխադրումը Եվրոպայի մեջ։ Այսինքն պարտադիր չի, որ այդ բեռները գան Հայաստան, որ դուք զբաղվեք դրանով։ Ունեք այդ փորձը։ Ունենք այդ փորձը, իհարկե ունենք այդ փորձը, մենք ունենք նաև դրսի պատվիրատուներ։ Ահա ովքեր մեզ պատվիրում են բեռները, չգիտեմ, օրինակ Գերմանիայից գնում է բեռը Վրաստան, մենք փոխադրում ենք միայն ծովային մասը, մենք ունենք պատվիրատուներ, ում համար ծով ենք անում միայն, ասենք Չինաստանից մինչև Փոթի, ու դա, այսպես ասեմ, աշխարհագրությունը սահմանափակ չի մեզ մոտ։ Այսինքն մենք մեր տեղից կարող դե ուղղակի կրկին networking-ի հարց է, ինչքանով ես դու ճանաչելի դրսի մեծ կազմակերպություններին, ովքեր իր հետ առևտրային հարաբերություններ ունեն։ Իսկ իրենց հետ ծանոթանալու լավագույն տարբերակը էքսպոներն են, տարբեր ցուցահանդեսներն են, տարբեր կոնֆերանսներն են, որոնց պարբերաբար ու անընդհատ մասնակցում ենք տարին գոնե 1-2 անգամ Prime Logistics-ից։ Հիմնականում ես եմ գնում այս պահին, որը տալիս է կրկին մեծ networking, այսինքն ցանկացած ցուցահանդեսից հետո, ցանկացած կոնֆերանսից հետո, բացի այն, որ դու գալիս ես լավ էմոցիաներով, նոր մարդկանց հետ ծանոթանալով, ու սկսում ես զգալ, որ այդ մարդիկ սկսում են քեզ շատ հետաքրքիր հարցումներ ուղարկել, ու իսկապես շատ հետաքրքիր է դա։ Շատ հետաքրքիր ոլորտ է, անկեղծ պիտի ասեմ։ Այստեղ հետաքրքիր միտք է էլի առաջանում, այսինքն սա ոլորտը ունի պոտենցիալ, որ Հայաստանը դառնա այդ ծառայության արտահանողը։ Այդ մեր թիրախն է։ Մի քիչ sense ես դրան դեռ չեմ հասել ու շատ կուզեի հասնել երևի վերջում, բայց ոնց որ տեսեք, իմ համար ես միշտ ասում եմ արտադրողները Հայաստանի Հանրապետությունում հերոսներ են, իսկ արտահանողները չեմպիոններ են, որովհետև արտահանումն է, որ ապահովում է վալյուտայի, այսպես ասեմ, ներհոսքը ինքը շատ կարևոր է ցանկացած պետության համար, եւ այս պարագայում անկեղծ իմ համար թիրախ է ու նպատակ, որպեսզի Prime Logistics-ը լինի ոչ միայն կազմակերպություն, որի շրջանառության ենթադրենք 90%-ի մի կետը Հայաստանի Հանրապետությունն է, այլ նաև կազմակերպություն, ով դրսում կարող է այդ ծառայությունները մատուցել, լոգիստիկ, եւ ճանաչելի լինի նաև դրսում, ու դա շատ կարևոր է ինձ համար, այդպիսի sense
կարելի ասել ամբիցիա ունեմ ես, որը անպայման պետքա շատ լավ ամբիցիա տաստված կարողանանք իրագործել, որովհետև այդպիսի փորձեր շատ կան աշխարհում, այսինքն կան դանիական, չգիտեմ, իսրայելական նավատիրական ընկերություններ, որոնք խոշորագույններից են աշխարհում, չգիտեմ, շվեյցարական, որոնք ամբողջ աշխարհում եք։ Իհարկե, խոշոր նավատիրական ընկերության դժվար թե կարողանամ հասնել, տարիները թույլ չեն տա կյանքի, բայց գոնե չէ մի փոքր հատվածով, բայց գոնե ներկա լինել, այո, գոնե ներկա լինել Հայաստանից դուրս ու ծառայություններ ունեցել Հայաստանից դուրս ու հնարավորինս շատ շահույթ ապավել Հայաստանի համար, որովհետև դա կարևոր է իմ համար։ Ինչով ենք մենք տարբերվում դրսի շուկաներից, այսինքն ուզում եմ հասկանամ ինչի է իրանց մոտ ստալ։ Ես հասկանում եմ, որ իրանք ավելի շուտ են սկսել վստահաբար, այսինքն իրանք կապիտալիզմի մեջ են ապրում, մենք ոնց որ նոր ենք դուրս գալիս, մեր համար աշխարհը նոր է բացվում, բայց կա ինչ որ տարբերություն, այսինքն նկատի ունեմ որակի մակարդակով մենք հետ ենք աշխարհից առաջ ենք, թե համահունչ ենք գնում իրան։ Մենք տարբեր ենք։ Լավ, վատ չեմ կարող ասել։ Իսկ այդ լավ է, որ մենք տարբեր ենք, թե լավ չի։ Ինձ թվում է դրսի գործընկերների հետ շփման մեջ իհարկե այդ տարբերությունը ակնհայտ զգացվում է, որովհետև շատ բաներ, որ իրենց համար նորմալ է, մեր համար դա շատ sense զարմանալի է, ու հակառակը, ինչ որ մեր համար նորմալ։ Իսկն մենք կարանք ինչ-որ ջենտլմենական համաձայնություն ունենանք մեր պատվիրատուի հետ կամ մեկ ուրիշ գործընկերոջ հետ, ու իրանք ասեն ոնց։ Տենց ուղղակի ազնիվ խոսքով, ասում ես, ազնիվ։ Ես անկեղծ ասեմ, ես ունեցել եմ դեպք, երբ որ թուղթը չի աշխատել, բայց ձեռք սեղմել աշխատեղել է նույն գործընկերոջ հետ։ Ու դա տարբերում է մեզ նույն եվրոպական անկեղծ, այս մենք նստել ենք այսպես խոսել ենք, այդ մարդը ասել է, եթե մենք սրան իրավաբանական ընթացք տանք, չգիտեմ կստացվի ձեր մոտ թե չի ստացվի, բայց արի սենց պայմանավորվենք ու ես հաստատ դա կանեմ, ես ասում օքեյ, եթե դու ասում ես ու կանես, ու արվել է։ Ու գործը եղել է։ Այսինքն դա առանձնահատկություններ են, որոնք մեզ այլ են դարձնում ուրիշ շուկաներից։ Առանձնահատկություններից շուկայի նորից այդ հարևանների խնդիրներն, հա, որովհետև քիչ կգտնեք երևի երկիր Եվրոպայում գոնե, որը 4 հարևաններից երկուսի հետ լուրջ խնդիր ունի, այդ խնդիրը դժվար թե երբևէ լուծվի։ Այսինքն այդ տրամաբանությամբ աշխատող ռեգիոններ շատ քիչ կգտնես ու դա էլ մեզ համար բավական լուրջ մարտահրավեր Հայաստանում գործող բոլոր լոգիստիկ ընկերությունների եւ մասնավորապես Prime Logistics-ի համար։ Իսկն մենք անընդհատ ամեն օր փորձում ենք ինչ-որ նոր բաներ, այսպես ասեմ, հորինել, որպեսզի մեր լոգիստիկ շղթաները ավելի օպտիմիզացնենք, ծախսերը օպտիմիզացնենք եւ փորձենք լինել շատ մրցունակ։ Մենք գին որակի մեջ աշխարհի հետ համեմատ ոնց ենք։ Դժվար հարց է։ Նայած որակ ասելով մենք ինչ ենք հասկանում։ Որակը մի քիչ այդ դուք ասեք, լոգիստիկայի որակը որն է։ Տեսեք, այս սենյակում միայն դուք կարաք դա ասեք։ Ամեն ինչ կախված է պատվիրատուի կարիքներից եւ ցանկություններից։ Ես վստահ եմ գերմանացու համար որակը լրիվ այլ բան է։ Հայ համար որակը լրիվ այլ բան է։ Տեսեք, երբ որ ես Երևանի փողոցում կանգնած եմ լինում, ես տեսնում եմ մեծ բեռնատարներ, որոնց վրա ոչ հայկական համարանիշներ են, ենթադրում եմ, որ դրանք հայկական մեքենաներ չեն, բայց իրանք կամ Հայաստան ինչ որ մի բան են բերում, կամ Հայաստանը տրանզիտային երկիր է, ինչը քիչ հավանական է, որովհետև ցավոք սրտի մենք տրանզիտային երկիր չենք։ Մի պահ եղանք, շատ կարճ պերիոդ է։ Մենք տենց տրանզիտային երկիր չենք, ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, որ օտարերկրյա մեքենաները ստեղ գալիս են ու ինչի մենք չենք կարողանում գոնե մեր մոտ մտնողը սպասարկենք մեր մեքենաներով։ Նախ ավտոպարկի ծավալը, քանակը։ Այսինքն Եվրոպայում այս պահին ամենամեծ ավտոպարկը ունի Լեհաստանը։ Շատ մեծ ավտոպարկ ունի։ Աշխատուժի հարց կա։ Լեհ վարորդները ավելի, այո։ Եվ Թուրքիան։ Ինչքան էլ որ զարմանալի լինի, բայց շատ մեծ ավտոպարկ եւ բավական պրոֆեսիոնալ վարորդներ։ Շատ պրոֆեսիոնալ վարորդներ։ Այստեղ գիտեք ինչի մասին, ինչն է հարցը։ Նորից մեր շուկան, տեսեք, մենք մի շատ կարևոր խնդիր ունենք մեր իրականության մեջ։ Ես եկեք sense մենքով ասեմ, էլի։ Մենք չենք սիրում սովորել, չենք սիրում զարգանալ, չենք սիրում աճել, չենք սիրում երեկվա համեմատ ավելի լավը լինել ու ավելի կրթված լինել։
ես նույնիսկ 3 տենց մի դեպք եմ, 2 տենց դեպք է, այսինքն ես գնացել եմ 2 տարբեր ընկերություններ, խանութներ, արել եմ գնումներ կազմակերպության համար եւ 2 տեղել հանդիպել եմ խոչընդոտի, որը ուղղակի դժվարացրել է իմ կյանքը։ Երբ որ ես խոսում եմ որակի մասին, երբ որ ասացի օրինակ գերմանացին եւ հայ տարբեր բան է իրանց համար որակը, ինձ համար օրինակ որակ դա նշանակում է հարմարավետություն։ Ես ցանկացած պատվիրատուի հետ հանդիպելուց կամ մեր աշխատակիցները մենք միշտ նույն բանն ենք ասում, մենք ուզում ենք լինենք հարմարավետ ընկերություն, հարմարավետ գործընկեր ձեր համար։ Եթե ձեզ հարմար է ինֆորմացիան ստանալ մեյլով, մենք տրամադրենք մեյլով, զանգով, այսինքն այստեղ որակը մեկի համար որակը այնա, որ ինքը ամեն օր մեյլ ստանա, մյուսի համար որակն այնա, որ այն ոչ մեկ մեյլ չգրի, շաբաթը մեկ զանգի։ Այստեղ հարցն է, թե դու ինչքանով ես փորձում ճանաչել քո գործընկերներին, քո պատվիրատուներին, քո աշխատակիցներին նաև, քո թիմին, որովհետև դու պետք է հարմարավետ լինես համ պատվիրատուիդ համար, որպես ծառայություն մատուցող ընկերություն, պետք է հարմարավետ լինես քո դրսի գործընկերների համար, որ իրանք ուզեն քո հետ աշխատել ու քեզ համար մաքսիմալ լավ պայմաններ առաջադրեն, պետք է հարմարավետ լինես աշխատակիցներիդ համար, որ իրենք ուզեն քեզ հետ աշխատել, իրենք ճանապարհ ուզեն քեզ հետ գնալ, քո վեկտորով շարժվեն։ Այսինքն այստեղ կարևորը ինձ համար որակը դա է։ Այսինքն լինել հարմարավետ եւ վստահելի աշխատակիցի համար, որ ինքը գիտի այսօր գալիս է գործի, 2 տարի հետո էլ այդ կամպանիան այն ուղղությունով է գնում, այն գծով, որ ինքը լինելու է ու հաճելու է եւ այլն։ Ինչ վերաբերում է մեքենաներին այլ համարներով։ Դրանք հիմնականում վրացական պետհամարանիշներ են, թուրքական պետհամարանիշներ են։ Տեսեք, ԵԱՏՄ-ն մեզ տվեց մի քանի հնարավորություն։ Հնարավորություններից մեկը մեծացնել շրջանառությունը եւ տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ երկրների հետ, մասնավորապես Ռուսաստանի, որտեղ ամենամեծ շուկան ամեն դեպքում Ռուսաստանն է։ Եվ հայկական ընկերությունները դա վերաբերում է եւ արտադրողներին, եւ լոգիստիկ ընկերություններին, ինչն է թաքցնելու բան չկա, ինչը հեշտ է մարդը դա է առաջինը փորձում անի։ Այսինքն ավելի հեշտ է գնալ Ռուսաստան, ավելի հեշտ է Ռուսաստանից գալ։ Բայց երբ ռուսական շուկան փակվեց օրինակ վրացական ընկերությունների համար, այդ ընկերությունները այլ ընտրանք չունեին, քան դեպի Եվրոպա նայելը։ Իսկ Եվրոպան իր պայմաններն ունի, որոնք շատ խիստ են եւ բեռնափոխադրողների համար, եւ տրանսպորտային միջոցների համար, եւ էկոլոգիական ստանդարտների տեսանկյունից։ Պարզ բան ասեմ, որպեսզի դու պետք է սերտիֆիկացում անցնես եվրոպական երկրներում, հայկական համարանիշով ռադիկալ տարբերվում է։ Այսինքն, եթե դու կարաս, գիտեք, գույնագոյությունն ստանդարտներ Եվրո 4, Եվրո 5, Եվրո 6 մեքենաների, դու կարող ես Ռուսաստան քշել ցանկացած ստանդարտ ունեցող մեքենայով։ Եվրոպա ոչ։ Իսկ բացի այն, որ պետք է մեքենա ունի սերտիֆիկատ ունենա, նաև պետք է թարմացվեց սերտիֆիկատ անընդհատ պարբերաբար, որտեղ դու կարող ես քո մեքենայի վրա բան ես փոխում, ինքը այլևս չի համապատասխանում։ Սերտիֆիկացնող մարմին չունենք, չկա որևէ մարմին, որից սերտիֆիկատ, այսինքն դու պետք է ինչ որ կերպ քո մեքենան հասցնես Եվրոպա, միգուցե էվակուատորի վրա, որ սերտիֆիկատ չունի, սերտիֆիկացնեն, որ դու նոր իրավունք ունենաս Եվրոպայում աշխատել։ Այսինքն կան բազմաթիվ խոչընդոտներ այդ առումով, բայց նորից եմ ասում, այդտեղ դա ես որպես խնդիր չեմ դիտարկում, այլ որպես իրողություն։ Կա Ռուսաստանի շուկան, հայկական ընկերությունները ակտիվ աշխատում են ռուսական շուկայի վրա եւ ուղղակի չեն նայում այն ուղղությամբ։ Ես ներողություն եմ խնդրում, էլի, երբ մենք ասում ենք հայկական ընկերությունները ակտիվ աշխատում են ռուսական շուկայում, մենք նկատի ունենք, որ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռների մասին ենք խոսում, թե Ռուսաստանի ներսում բեռներ։ Ռուսաստանի ներսում իրավունք չունես դու փոխադրում անես, կոչվում է կապատաժ, այսինքն ոչ էլ ռուսական մեքենան իրավունք ունի Հայաստանի ներսում փոխադրում իրականացնել։ Այդպիսի օրենքի ուժով, օրենքի ուժով հայկական մեքենաները իրավունք չունեն Ռուսաստանի ներսում, օրինակ Սամարայից Մոսկվա փոխադրում կատարել։ Իսկ Ռուսաստանից Վրաստան կարան հայկական մեքենաներ։ Եթե ունեն թույլատվություն։ То есть գոյության թույլատվություններ, որոնք քեզ դրանք կոչվում են երրորդ երկրի թույլատվություններ, այսինքն, այսպես ասեմ, հայկական համարով մեքենան ինքը իրավունք ունի փոխադրման մի կետը պետք է լինի անպայման Հայաստանի Հանրապետությունը։ Դա վերաբերում է բոլոր ընկերություններին, բոլոր երկրներին։ Որպեսզի դու երրորդ երկրի ներողություն փոխադրում կատարես կամ երրորդ երկրից փոխադրում կատարես, դու պետք է ունենաս այդ երկրի կողմից տրված թույլատվություն։ Դա բարդ process է։ Բարդ process չի, բայց իրանք քանակ ունեն։ Քանակով են տրվում, դու կարող ես համապատասխանես, բայց չստանաս։ Բայց չստանաս, որտեվ ինքը այլևս չկա։ Համարի, որ լիմիտը տրված է։ Տեսեք, այսպես ասեմ, օրինակ
Վրաստանից Ռուսաստան բարձուններ իրականացնելու համար տրվող թույլատվությունները տարվա կտրվածքով որ տրվում են, հունվարի վերջին արդեն սպառվել էին։ Հունվարի, հա։ Այսինքն որ 30 օրվա մեջ է ինքը ընդհանուր առմամբ սպառվում է։ 30 էլ չէ, եթե հաշվի առնենք, որ կային ոչ քիչ ոչ աշխատանքային օրեր հունվարին, որևէ հայկական ընկերություններ հասցրեցին դրան մասնակցել։ Հենց հայկականներն են մասնակցում։ Այսինքն հայկական ընկերությունն է որ պետք է ստանա թույլատվություն, Վրաստանից Ռուսաստան բարձրանում։ Վրացական ընկերությունը դա պետք չի ինքը այսպես թե այնպես իրավունք ունի այդ բարձրում իրականացնի։ Չէ, նկատի ունեմ կարող ուրիշ ընկերություններ։ Չէ, հայկական ընկերություն։ Դե այդպես ադրբեջանցիները, թուրքերը եւ այլն։ Իրանք չեն կարող Հայաստանից դա ստանալ։ Հասկացա։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում է X քանակով թույլատվություններ Հայաստանի Հանրապետությանը, որը սպառվելուց հետո մի քանի ամիս հետո կարա Հանրապետությունը Հայաստանի դիմի Դաշնությանը Ռուսաստանի եւ ասի մեզ նորից են պետք։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը կարա տրամադրի կամ չտրամադրի։ Տարվա կտրվածքով նայում է նախ ըստ իրա պետքերի, հետո եւ ըստ դիմումների, այսինքն կախված թե իրա տնտեսությունը այս պահին անհրաժեշտություն ունի ավել հիմնականում իրա պետքերի։ Դե հա, ավել լոգիստիկ հզորությունների կարիք ունի թե չունի եւ ըստ դրա վարվում է։ Հա, բարդ է, այնց չի որ դու ավտոն ունես ու ազատ մարդ ես եւ քշում ես դեպի հորիզոն։ Գոյություն ունի SEMT գաղափարը, ԵԿՄՏ ռուսերեն, դա Եվրոպայի միության տրանսպորտային նախարարությունների այսպիսի կոնվենցիա է, ինքը դες գրքույկ ունի հատուկ, ԵԿՄՏ-ը կոչվում ռուսերեն, անգլերեն SEMT, որով դու իրավունք ունես երրորդ երկրներից բարձումներ անես եւ Հայաստանը SEMT-ի մաս է կազմում, բայց դրա համար անհրաժեշտ է սերտիֆիկացում, օրինակ, եվրո սերտիֆիկացման, հա, այդ էկոլոգիական, որի մարմինը չունենք։ Այսինքն դու հա, դե տարածված ուղղությունների համար միշտ էլ այդպես եղել, տարածված ուղղությունների համար թույլատվությունները բավական արագ են սպառվում։ Մի հարց էլ տամ, հետո ամփոփենք։ Մենք վերջի տարիներին Հայաստանը որպես պետություն ճգնաժամերի միջով է անցնում։ Ես որպես ձեռնարկության ղեկավար գիտեմ դա ինչ էր մեր ձեռնարկության համար։ Դուք ավելի էպիկենտրոնում եք դրա, որտեղ լոգիստիկան այդ բոլոր process-ների մեջ ներգրավված է։ Այսինքն պատերազմի ժամանակ ոնց էիք աշխատում, համաճարակի ժամանակ ոնց էիք աշխատում։ Եվ պատերազմի ժամանակ, եւ համաճարակի ժամանակ շատ ինտենսիվ ենք աշխատել։ Տեսեք, եկավ մի պահ գործունեության սկզբից կազմակերպության, երբ որ մի քիչ վերանայեցինք մեր, այսպես ասեմ, պրիորիտետները եւ հասկացանք, որ պետքա ամեն դեպքում նոր հնարավորություններ փորձենք ստեղծել եւ ցանկացած հնարավորություն օգտագործել աճելու եւ զարգանալու համար։ Ու նորից եմ ասում, նույնիսկ COVID-ի տարվան եւ համընկավ գիտեք համաճարակը եւ պատերազմը, նույնիսկ այդ տարի մենք աճ ունեցանք բավական։ Այսպես ասեմ, դժվար էր իհարկե, բայց երբեք չպետքա դոփես տեղում, երբեք չպետքա ես մի դասախոս ունեի, ով միշտ ասում էր մարդիկ ովքեր ուզում են ինչ-որ բան անել, հնարավորություններ են փնտրում, իսկ ով չի ուզում պատճառներ։ Ու այդ միշտ իմ մեջ sense մխված մնացել է ու ցանկացած իրավիճակում ես որպես կազմակերպության ղեկավար, մեր թիմը միշտ փորձել են նոր հնարավորություններ ստեղծել ու այդ եղած հնարավորությունները մաքսիմալ օգտագործել, որովհետև եթե մենք նստենք նայենք, կրիզիսային տարի է, պատերազմը, իհարկե բոլորիս վրա դա շատ ահռելի ազդեցություն է ունենում, բայց կազմակերպության ղեկավարը բիզնեսով զբաղվող մարդը ինքը իրավունք չունի պեսիմիստ լինի։ Մի քիչ ռեալիզմ է պետք ու անպայման լավատեսություն։ Ու շատ օպտիմիզմ։ Մի քիչ ռեալիզմ ու շատ օպտիմիզմ։ Որովհետև եթե թիմը չտեսա, որ քո մեջ օպտիմիզմ կա, ինքը քեզ չի հավատա։ Իրականում այս հաղորդման շատ լավ ավարտա, բայց ես մի հարց էլ ունեմ։ 15 տարեկան է ձեր ընկերությունը։ Այո։ Եթե մենք հանդիպենք 3 տարուց բանակ ենք գնում։ Բարի ճանապարհ, շատ կարևոր գործ է։ Եթե մենք եւս 10 տարի հետո հանդիպենք, ինչպիսին կլինի ձեր ընկերությունը ըստ ձեզ։ Այ հիմա որ նայում եք, 10 տարի հետո հուսամ ես տնօրենը չեմ լինի։ Կկարողանամ չենք հանդիպի արդեն 10 տարի։ Անպայման ինձ հետ կհանդիպեք։ Ես հուսամ, որ ես արդեն կկարողանամ մի փոքր հանգստանալ եւ
կփորձեմ թիմը համալրել եւ շատացնել այնպիսի մարդկանցով, որոնք ինձնից ավելի լավ կառավարչական հմտություններ կունենան։ Բայց ես կուզեմ ինչպիսին տեսնել թիմը եւ ընկերությունը։ Տեսեք, մենք կայուն ընկերություն ենք։ Մենք վստահելի եւ հուսալի ընկերություն ենք։ Մենք ունենք բարի համբավ շուկայում, բայց ես կուզեմ, որ մենք չխոսենք միայն մեր շուկայի մասին եւ հուսամ 10 տարի հետո մենք կարողանանք խոսել այն թիրախների մասին, որոնք որ դրված էին այսօր, գոնե Հայաստանից դուրս մի քանի միգուցե թեկուզ մի ձեռքի վրա հաշվող, հա, պետություններում ունենալ մեր ներկայացուցչությունները, ունենալ մեր թիմերը, ունենալ մեր նեթվորքինգը, լինել մի փոքր ավելի ճանաչելի, ու ես վստահ եմ, որ այդ օրը գալու է։ 10 ավելի շուտ, միանշանակ ավելի շուտ։ 10 տարի հետո հուսամ կլինենք, չգիտեմ, ավելի այսպես ասեմ, 10 տարի հետո ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք մի թիմ, որը 200 քառակուսի մետր տարածքում չի տեղավորվի։ Ես վստահ եմ դրանում։ Ոնց եք ուզում լայնանաք, մեքենաների քանակով, մարդկանց քանակով, քառակուսի մետրերով, պատվերներով, շրջանառությամբ։ Ես հասկանում եմ, որ դուք անդադար ոչ նյութական արժեքներից եք խոսում, բայց ես ձեզ ուզում եմ բերեմ թվերի, իրերի, այո, եւ մնացած դաշտերը։ Տեսեք, ինձ համար կարևորը ոչ թե մեքենաների քանակն անկեղծ պիտի ասեմ ձեզ։ Իմ համար կարևորը ճանաչելի լոգո ունենալն է, օրինակ։ Հա, էական չի այդ մեքենաները, նորից եմ ասում, որոնց վրա քո լոգոները փակցված են, քո սեփականությունն են, թե իրանք քեզ համար են աշխատում։ Ես կցանկանամ, որ ավելի շատ մարդ աշխատի ինձ հետ։ Իմ թիմում ես կցանկանամ, որպեսզի մեր շրջանառությունը 10 տարվա ընթացքում նվազագույնը 20-ապատկվի, օրինակ։ Ես կուզենամ թիմը, չգիտեմ, քառապատկվի, 5-ապատկվի, բայց եթե մենք գնանք դեպի նյութական ավելի արժեքներ, ավելի շատ գրասենյակներ, ներկայացուցիչներ մարզերում, որը իմ համար նորից շատ կարևոր թեմա է, շատ կարևոր, որովհետև ցավոք մեր ոլորտը այնպեսին չի, որ մենք կարողանանք հեռահար աշխատել, գրասենյակային ներկայությունը քիչ թե շատ պետք է, բայց օրինակ կարելի է այդպիսի գրասենյակային ներկայացուցիչություններ ունենալ նաև մարզերում, որտեղ դու հնարավորություն ես տալիս մարդկանց աշխատել, մնալ այնտեղ, չգիտեմ, վայելել իրենց բնությունը, իրենց գյուղի կամ փոքրիկ քաղաքի հանգստությունը ու չգալ ու չտապակվել Երևանյանես թողու բողի մեջ։ Որը ոչ իրանց է պետք, ոչ էլ Երևանին, էլի։ Հա, անկեղծ, հա, այդպես է։ Իրելի ռադիո լսողներ, այսքանն էր այսօրվա թարմ ուղեղովը, շարունակեք լսել գործարար ալիքը, հիշեցնեմ, Արտակ Մարգարյանն էր մեր տաղավարում, Prime Logistics ընկերության հիմնադիր տնօրենը։